Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս պատմաբան, մարտական եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն է։ Ողջույն, պարոն Տեր-Աբրահամյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալություն։ Պարոն Տեր-Աբրահամյան, ուզում եմ խոսենք հրապարակված փաստաթղթերից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացների վերաբերյալ շատ հայտարարություններ եղան, ընդհանուր մինչև տարբեր ըստ որակումների մանիպուլյացիաներ եւ այլն մեղադրանքներ, արդարացումներ։ Ի վերջո կան նաեւ պնդումներ, որ այդ փաստաթղթերում առանձնապես որևէ նորություն չկարի այն իմաստով, որ ամբողջ իրականությունը այնինչ տեղի է ունեցել, շատ հաճախ ինչի մասին խոսվել եւ այլն, դրանք հենց այսպես ասենք, հա, այն ամենները, ինչ մենք գիտենք եւ որոնք փաստաթղթեր այստեղ շատ էական բան չփոխեցին։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ ինչպես է այս նախ այս փաստաթղթերի հրապարակած տեղեկությունների մեջ ձեզ համար ինչ որ նորություններ կային բաներ, որոնք փոխեցին ձեր դիրքորոշումները, այլ հայացքով նայեցիք այսքան տևական հակամարտության տարբեր խնդիրներին, թե ոչ, որից հետո շարունակենք, համեցեք։ Նախ ես էլ ճիշտ է որ ասեմ, այդ աժիոտաժը այդ ամբողջի շուրջ լավ չեմ հասկանում ինչն է պատճառը, որովհետև իսկականից եթե վերցնենք գոնե փորձագիտական շրջանակներում, գոնե քաղաքական շրջանակներում, չգիտեմ, լրատվամիջոցներում եւ այլն, այդտեղ ըստ էության որևէ որակապես նոր բան չկար։ Այսինքն ինչ որ դետալներ միգուցե ճշտելու առումով կար, բայց ընդհանրապես ըստ էության նոր բան չկար։ Մեծ հաշվով քաղաքական դաշտի գոնե ճշտող մեծամասնություն չկարծում եմ բոլորը ովքեր որ հետաքրքրված են իմացել են ինչ տրամաբանությամբ են ընթանում այդ բանակցությունները, ինչ է մոտավորապես առաջարկվում եւ այլն։ Նորության առումով ես չեմ ասում։ Այստեղ ավելի շուտ ինձ համար նաեւ եւ որ անկեղծ ասեմ, հենց դա այդ պատճառով էլ առանձնապես չեմ հետեւել թե այդ աժիոտաժի մանրամասներին թե ով ինչ է բանել, որովհետեւ բավականին արհեստական թեմա է սկզբանե ինձ համար դա։ Հիմա, այստեղ ես մի երկու բան ուղղակի նաև ավելացնեմ, տեսեք, ըստ էության սա Հայաստանում կա մի հատ մեծ պարտության կամ հանձնման կուսակցություն, որի երկու թևերը իրար դեմ sense շատ կատաղի պայքար մղելով, բայց ըստ էության նույն կուսակցությունից ելնելով, հերթական անգամ մեզ պարտադրում են այդ իրենց բանավեճը հիմնական։ Դե երբ էր ճիշտ հանձնվել, ով էր երբ ուզում հանձնվել, ոնց էր պետք հանձնվել, ինչի դու չհանձնվեցիր, ես ուզում էի հանձնվեի, մեկը ասում է 98 թվին էր պետք, այն մյուսը ասում է 2016-ին, այն մյուսը 18-ին եւ այլն եւ այլն։ Ինչի մասին է այս վեճը եւ ինչի է դա ընդհանրապես պետք է հետաքրքրի Հայաստանի քաղաքացուն այսօր, ես չգիտեմ։ Որովհետեւ ըստ էության իրենք որը կոնցեպտուալ համաձայն են մի բանի շուրջ, որի પર այս թղթերով ինչ որ լուծումի էր հնարավոր հասնել եւ ընդհանրապես ճիշտը ոչ թե պայքարելն էր, ճիշտը ոչ թե այդ հարցը մինչեւ վերջ տանելն էր, ոնց որ 88-ից եւ այսպես ասած խոստացվել էր կամ կարգախոսով ընթացել էր այդ պայքարը, այլ ինչ որ այսպես կոչված լուծում գտնել, այսինքն մեծ հաշվով հանձնվել, որտեղ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ փաստաթղթերով էդ էր։ Հիմա, բայց մյուս կարևոր բանը, որ այստեղ հերթական անգամ բացի են, որ մեր ժողովրդին արհեստական թեմա է պարտադրում, որը մեծ հաշվով իրենց է հետաքրքիր ավելի շատ, քան այսօր հանրության մեծ մասին, նաև հերթական անգամ երկու բան են պարտադրում մեր ժողովրդին, որ իբր Հայաստանն է մեծ հաշվով, ի վերջո հայ ժողովուրդը, որտեղ այդ երբ որ մենք ասում ենք, չգիտեմ, Հայաստանի հսկամեն ղեկավարը եւ միջազգային մակարդակում դա հայ ժողովրդին է վերաբերում։ Հայ ժողովուրդն է մեղավոր, որ չի հասել խաղաղ լուծման կարգավորման, որովհետեւ բաց է թողել ինչ որ այդ թղթային հնարավորությունները։ Սա մի բան, որ մեր ժողովրդին էլի սխալ են մատուցում, սխալ են պնդում, այսինքն մնացած բոլորը եւ Ադրբեջանը եւ բոլոր շահագրգիռ միջազգային կողմերը իբր միայն խաղաղության մասին են երազում եւ ցանկացած պահին պատրաստ էին ստորագրել, այդ Հայաստանը չստորագրեց, հայ ժողովուրդը չէր համաձայնվում եւ ղեկավարությունն էլ դե ինչ աներ, իրանք էլ են շատ ուզում, բոլորը 4-ն էլ շատ ուզում են, թե ինչն էր իրենց խանգարում, ես չգիտեմ, ամեն մեկը իր արդարացում։ Բայց դե ժողովուրդը քանի որ չէր հասկանա, իրենք այդ քայլին չարեցին, այսինքն մեղավորը հայ ժողովուրդը։ Բայց ոչ ոք չի ասում, որ իսկ ինչից են իրենք վերցրել, որ նույնիսկ եթե հայ ժողովուրդը եւ իր անունց հայ ղեկավարությունը համաձայնվում էր այդ ամենին, ով ասեց, որ այդ մնացած բոլորը sense պատրաստական էին այդ ամեն ինչին համաձայնվելու եւ գնալ։ Այս հարցը մնում է օդի մեջ կախված։ Եվ մյուսը հայ ժողովրդին էլի մոլորության մեջ են մտցնում, թե իբր այս հարցերը այս թղթերից էին կախված։ Ես չեմ թերագնահատում միջազգային։ Իհարկե նաեւ այստեղ այս թղթաբանությունն էլ է կարևոր։ Բայց ի վերջո մենք քաղաքական խնդիրը պետք է հասկանանք։ Եթե վերցնենք հատկապես վերջի տարիները այդ կարգավորման process-ի,
Հիմա չխորանանք 90-ականներից եւ այլն, այս վերջի տարիների եւ փաստաթղթերը դրան են վերաբերում։ Այստեղ քաղաքական հարցը դրված է այդպես. Ռուսաստանը ցանկանում էր իր խաղաղապահ զորքը Ղարաբաղում տեղադրել, հանուն դրա ինքը եւ առաջարկում էր եւ ըստ էության վերջի շրջանի այդ բանակցությունները հիմնականում ռուսական բանով էին, միջնորդությամբ էին եւ առաջնորդությամբ, այսպես ասած։ Խնդիրը քաղաքական դա էր, որ ռուսական զորքը Ղարաբաղում տեղադրվի եւ այս մնացած թղթաբանությունը դա պետք է սպասարկել։ Հիմա ռուսները իրենց զորքը պատկերացնում են, որ կտեղադրեն այս թղթերի ստորագրման միջոցով։ Թե իրենց պետք էր հակառակը պատերազմ եւ իրականում իրենք էին թիկունքում կանգնած այդ բոլոր նաեւ տապալումների, այդ process դա առանձին հարց է, թող բարձեն, ես չգիտեմ։ Բայց ես գիտեմ, որ պետքա հարցի քաղաքական կողմը ներկայացվի, իսկ այս ամբողջ թղթաբանությունը սպասարկելու էր քաղաքական կողմի, քաղաքական նպատակի խնդիր։ Սա պետք է ժողովրդին բացահայտվի, այլ ոչ թե անպտուղ վեճերը այդ թղթերի մասին եւ վերջի բանն էլ ասեմ, ուղղակի թեման շատ մեծ է, ես sense կետերով արագ անցնում եմ։ Ի վերջո այս բոլոր թղթերը իրականացան, որովհետեւ նոյեմբերի 9-ին այս թղթերն էին իրականացել, այս պլանները իրականացել, անկախ նրանից թե ինչ հանգամանքների բերմամբ աշխատեց դա, այսինքն երաշխիքներ տրվեցին, չէ՞, նոյեմբերի 9-ին երաշխիքներ են ստացել թղթով ամրագրված, միջազգային ստորագրությունով ամրագրված, մենակ Հայաստանն ու Ադրբեջանը չեղել է այդտեղ, այդ բոլոր երաշխիքները ստացել են եւ Լաչինի Միչանսկի, եւ Ղարաբաղի մասով, եւ այլն, աշխատեցին, խաղաղապահ զորքը մտավ պահպանեց հայ ժողովրդի Ղարաբաղում, անվտանգությունը պահպանեց, իրականացվեցին չէ՞ այս պլանները, ինչի մասին ենք վիճում, եթե մենք փաստով տեսել ենք այդ թղթերի իրականացումը ի վերջո, եւ տեսել ենք բոլոր հետևանքները եւ տեսել ենք թե ինչ եղավ, դրանից հետո մենք ինչի մասին ենք վիճում, մենք չենք վիճում իրականում, ել եմ ասում, վիճում են այդ պարտության կուսակցության տարբեր գլուխները, տարբեր կողմերը իրար հետ թե նրա մասին ով էր իրանցից ավելի հանձնվողական։ Հիմա ոնց որ վեճը դրա մասին աբսուրդ, իրացիոնալ վեճ։ Ասելով պարտվողական կուսակցություն դուք նկատի ունեք Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Տեսեք, բոլորը իրանք եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենք հետ post factum սկսել են պնդել, որ իրանք մեծ կողմնակիցներ էին, չէ՞ լուծման։ Ասենք Ռոբերտ Քոչարյանը ասում էր դե բանը 2019-ի ինչ որ հետաքրքիր փաստաթուղթ էր։ Սերժ Սարգսյանը ասում է դե ես ուզում էի հարցը կարգավորել, ինձ չթողեցին։ Լևոն Տեր-Պետրոսյանը դե իր հերթին գիտենք բոլորս ասում էր ես շատ էի ուզում, բայց ինձ չթողեցին։ Հիմա իրական չթողեցին թե ինչ եղավ, այդ առանձին հարց է։ Նիկոլ Փաշինյանն էլ հիմա ասում է դե ես էլ լուծել եմ այդ հարցը։ Իրենք բոլորը այս նույն փիլիսոփայության կրողն են։ Այսինքն բացի այդ, եթե տեսնենք Նիկոլ Փաշինյանը ինչի համար են քննադատում, այս կարևոր է, չէ՞։ Օրինակ մենք մարտական եղբայրություն Նիկոլ Փաշինյանին հիմնական մեղադրանք ասում ենք ինչի դու դադարեցրիր դիմադրություն նոյեմբերի 9-ին հանձնվեցիր եւ գնացիր այս ճանապարհով այս տրամաբանությամբ նոյեմբերի 9-ից հետո մինչեւ հիմա։ Նրանք ինչ են ասում, ասենք Շարմազանովը օրինակի համար։ Հիշեմ ուղղակի այդ անուն եկավ նույնիսկ։ Դուրս է գալիս ասում է պետք էր հոկտեմբերի, չգիտեմ, 13-ին հանձնվել։ Այն մյուսը գալիս ասում է պետք էր ընդհանրապես պատերազմից առաջ հանձնվել։ Այն մյուսը ասում է հոկտեմբերի 3-ին էր պետք։ Ես հոկտեմբերի 3-ին եմ ասել։ Եվ Նիկոլն էլ ասում է դե հա ես էլ սխալվեցի, ճիշտ չարեցի, բայց ի վերջո նոյեմբերի 9-ին արեցի այդ միակ ճիշտ քայլը։ Այսինքն իրենք բոլորը վիճում են հանձնվելու ժամկետների, հանձնվելու փիլիսոփայության եւ ով է իրանցից ավելի, ասենց ասած, իմաստուն գտնվել, ով է առաջինը հասկացել, որ պետք է հանձնվել եւ մեղադրում են, ասում են ինչի դու շուտ չհանձնվեցի։ Չեն մեղադրում, որ ինչի դու դիմադրությունը չշարունակեցիր, ինչի դու դադարեցրեցիր դիմադրությունը, ինչի դու ըստ էության դեռևս չպարտված պատերազմից դուրս եկար, այս մեղադրանքը չի եւ ինչու հետագայի քո քայլերը, որտեղ այդ պատերազմից դուրս գալը բերեց այս ամբողջ տրամաբանության, որը մենք հիմա ունենք, եւ առանց որևէ ի վերջո հիմա էլ առանց երաշխիքի երկարատև պահության անում, սա չի մեղադրանք։ Մեղադրանքը այն է, թե ինչի շուտ չհանձնվեցի։ Դրա համար ես իրենց բոլորին կոչում եմ պարտության կուսակցություն, իրենք նույն կուսակցության տարբեր ֆրակցիաներն են, արտակուստ իրար ահավորներ չեն սիրում, կռվում են, վիճում են, բայց կոնցեպտուալ փիլիսոփայորեն նույնն են։ Հիմա նույնիսկ դա լավ է թե վատ է, մի կողմ թողնենք։ Ենթադրենք այն ինչ որ ես ասում եմ շատ վատ է, շատ վատ բաներ եմ ասում, իրենք լավ բաներ են ասում, բայց իրենք նույնն են ասում։ Եվ տարբերությունը մեծ հաշվով չկա տարբերություն, կոնցեպտուալ տարբերություն չկա, այդ դետալների մեջ է, երբ է պետք հանձնվել։
Եվ հիմա ես վերջը դրա մասին թղթերն հրապարակել են, դե ինչքան է ինչ որ ասում են այդ թղթերը հրապարակին, այլ հրապարակեցի, ինչ կար այդ թղթերը։ Օրինակ կներեք, ասում է Սերժ Սարգսյանի նամակը չէ կհրապարակի։ Հիմա այդ նամակը կարդում ենք, ինչ ենք տեսնում։ Դե նամակ էր, համար նորմալ էլ նամակ էր, ասում էր երաշխիքներ չեք տալիս, ուզում եք բան անեք։ Այդ ոնց որ շրջանները վերադարձնենք։ Բայց ինչ այս կոնտեքստում էս խոսակցության այդ նամակը նրանով է մեղադրանք, որ Սերժ ասում է ես ուզում էի գնայի այդ զիջումների կարգավորմանը։ Հիմա Նիկոլեն ապացուցում է, որ չէր ուզում։ Այսինքն մի հատ աբսուրդ, սա մեղադրանք է դառնում, բայց իրական նորմալ տրամաբանությամբ նամակ էր։ Համեմատաբար նորմալ sense։ Պարոն Տեր-Աբրահամյան, նորմալ մարդկանց մեղադրանք չկա։ Երբ ասում եք, որ հանրությանը դա չի հետաքրքրում, հա, դա հետաքրքրում է այս ձեր բառերով ասած նույն կուսակցության տարբեր ֆրակցիաներին, այն էլ այն տրամաբանությամբ, թե ինչու ավելի շուտ չեն հանձնվել։ Բայց այդ դեպքում հանրությանը ի՞նչն է հետաքրքրում։ Այսինքն, եթե հանրությունը ժամանակի Տեսեք ինչ եղավ, ժամանակին հայ ժողովուրդը 88 թվականին դրել էր Ղարաբաղի հարց, չի ասում էր Ղարաբաղը եւ Հայաստանը պետքա վերամիավորվեն։ Սա էր։ Եվ այդ հարցի շուրջ նաեւ այդ շարժման ղեկավարները իրենք ասում էին ժողովրդին մենք կպայքարենք մինչեւ վերջ եւ Հայաստանի ամբողջ գրեթե քաղաքական էլիտան սրա շուրջ է ձևավորվել։ Էս է հարցը։ Հետո իրանք այդ հարցից սարքեցին դիվանագիտական մի հատ էզոտերիկա, ասացին դա այդ Ղարաբաղյան հարցին մենակ էքսպերտներն են տիրապետում, 2-3 հոգի է տիրապետում եւ սկսվեց այս ժողովրդին օտարացրեցին լրիվ այդ հարցից, եկան բերեցին այս վիճակի իրանց այդ դիվանագիտությամբ, այդ ավանդական հին հայկական քաղաքական գիծը էր։ Լեոն ժամանակին գրել էր ղերական դիվանագիտությունը, դա հիմա ղերական չի, բայց նույն փիլիսոփայություն։ Գնանք հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծենք։ Եկան բերեցին հասեցին այսօրվա հանգրվանին, հիմա էլ post factum վիճում են նրա մասին, այդ դետալների մասին, թե եւ ոնց ինչ ով եւ այլն։ Ժողովրդին հասարակությանը այսօր դա ինչի պետք է հետաքրքրի։ Այսօր հասարակությանը թիվ 1 հարցերը հետաքրքրում է Հայաստանի անվտանգությունը, այսինքն մենք եւ տևական անվտանգության ապահովումը եւ մնացած հարցերը։ Ինչի իրան պետք է հետաքրքրի, թե երբեք ճիշտ հանձնվել եւ ինչի իրան պետք է հետաքրքրի, որ ինքը մեղավոր էր այս ամեն ինչու, մեղավոր էր պատերազմում, մեղավոր էր, չգիտեմ, խաղաղությանը չգնալու, վերջը մենք սա ենք սարքում, նաեւ այս ներքին վեճը ինքը արտաքին կոնտեքստ ունի։ Այսինքն այս պատերազմը սանձազերծող բոլոր կողմերի, շեշտում եմ բոլոր կողմերի, ոչ միայն Ադրբեջանի, այլև օրինակ Ռուսաստանի նպատակը ռուսական քարոզչության քողարկված։ Նա է, որ հանկարծ չբացահայտվի ով էր այս պատերազմի իրական սանձազերծող։ Եվ դրա համար ամեն ինչ պետք է արվի այդ թվում հայկական քաղաքական գործիչների միջոցով, այդ թվում եւ իշխանության եւ ընդդիմության, որ ամրագրվի, որ հայ ժողովուրդն էր հիմնական մեղավոր, հայ ժողովուրդն էր հիմնական պատճառը, իրենք նույնիսկ իրենք իրանց վրա են պատրաստական վերցնում այդ մեղքը։ Փաստորեն ծառայություն հերթական մատուցելով օտարին, որպեսզի հանկարծ այդ ճշմարտությունը քաղաքական չբացահայտվի, որ մի րոպե Ադրբեջանն էր ագրեսոր, Ադրբեջանը ի վերջո պատերազմը սկսել։ Եվ այն ժամանակ առաջին պատերազմի ժամանակ եւ հիմա։ Եվ Ռուսաստանն էր այդ պատերազմի շահառուն, այս քաղաքական կողմը, երբ որ թղթաբանությամբ կան քաղաքական վերլուծություն, մենք սա ենք բացահայտում։ Բայց այստեղ հակառակ process-ն են։ Իրանք իրար մեղադրելով բերում են այդ հիմնավորման, որ ընդհանրապես հայ ժողովուրդն է ամեն ինչի մեղավորը եւ դա հետագայում ունենալու է նաեւ հետևանքներ, որովհետեւ եթե դու մեղավոր ես, դու պետքա փոխհատուցես։ Սա էլ է նախապատրաստում։ Սրա բանն է նախապատրաստում հիմա։ Տեսեք տներեք, նույն իրենց այդ բանավեճի կոնտեքստում մեկը դուրս է գալիս ասում է, «Այդ դու ես մեղավոր, որ պատերազմը սկսվեց», չասում են, չէ՞ սկսած Հայ ազգային կոնգրեսից մինչև, չգիտեմ, հանրապետականներ, Քոչարյան Ռոբերտ, մնացած ասում են, այդ Հայաստանի իշխանությունն էր մեղավոր, որ պատերազմը սկսվեց, չէ՞։ Իշխանությունն էլ այսօրվա այդ մեղքը իր վրա վերցնում, անդուր ասում է մենք էինք մեղավոր։ Սրանք էլ վերադարձում են, ասում են դուք օկուպացրել եք Ադրբեջանի տարածքները։ Այս ամեն ինչի արդյունքում ինչ է դուրս բերվում, որ Հայաստանը ագրեսոր է, եղել այն ժամանակ էլ եւ հիմա էլ, որովհետեւ դրսի հայացքը ասում է, հա, տեսեք, այն ժամանակ դուք օկուպացրել եք տարածքները, սա էլ մեղավոր էր պատերազմի, որտեղ չգնաց լուծմանը եւ ի վերջո այդ գործը կարվում է Հայաստանի վրա, հայ ժողովրդի վրա, իրանց վրա չի, իրանք միձը այդ թեմայից դուրս կգան, բայց գործը կարվում է Հայաստան պետության վրա, որտեղ իրենք Հայաստան պետությունն են ներկայացնում, իրանք ուղղակի մասնավոր անձեր չեն, որ մասնավոր կարծիքներ հայտնեն։ Այս ամբողջ բանավեճի արդյունքը եւ հետո դրվելու է հարց, որ եթե դուք օկուպացրել եք այդ տարածքները, եթե դուք եղել եք ագրեսոր, եթե իրական դա ինքնապաշտպանություն չի եղել, ուրեմն դուք պետք է վճարեք դրա դիմաց։
Եվ այդ հարցը արդեն Ադրբեջանում բարձրացվում է եւ նախապատրաստվում է։ Սա է անում մեր քաղաքական էլիտը։ Սա իրենց դեմքը, իրենց էությունը։ Ես ուղղակի մենք այնքան սովոր ենք նման, ցավոք սրտի սովոր ենք, արդեն չենք էլ զայրանում, բայց սա հայկական քաղաքականության առօրյան է։ Պետության շահը գոյություն չունի, գոյություն ունեն միայն իրենց խմբային շահերը։ Շնորհակալ եմ, պարոն Տեր-Աբրահամյան։ Զրուցակիցս պատմաբան, մարտական եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն էր։ Մնացեք Առաջինի հետ, ես Ժիրայր Լուսկանյանն եմ։